Շատ լավ, պարոն Ուրբելյան, արձագանքի համար պարոն Պետրոսյան, արձագանքեք եւ խնդրում եմ արձագանքից հետո վերադառնանք հարցերին, ամփոփենք։ Պարոն Ալոյանի մատնանշած փաստերի հետ կապված արձանագրենք, որ ես էկոնոմիկայի ֆինանսների տնօրինության հանձնել անշուշտ վերլուծելու այդ ամբողջ շրջանում Արշին բանկի հետ մասնավորապես գործող եւ մարված նաեւ փոխադարձ պարտավորությունների, վարկային գծերի եւ ընկերության օվերդրաֆտների ուրեմն պայմանները եւ առնվազն ինձ մինչեւ այս պահ հայտնի չի նման այդ շուկայական միջին փոխարժեքներից տարբերվող արտոնյալ պայմաններով որևէ վարկային գիծ, որը հեծին տրամադրված լինի Արշին բանկից, բայց որպես արձագանք պարոն Ալոյանի մատնանշած փաստերին կարող եմ ասել, որ աշխատակիցներին արտոնյալ պայմաններով օվերդրաֆտ տալու այդ պրոդուկտը, այսպես ասած, դա հեծին դարձնում որպես գրավիչ գործադու, բայց կառավարման արդյունավետության վրա ես չեմ կարծում, որ որևէ ազդեցություն ունի։ Եվ մյուս կողմից նաև մի դիտարկում անեմ, ենթադրաբար Արշին բանկի հետ ռազմավարական այդ հուշագիրը, որ կնքվել է եւ որտեղ նշվել են որոշակի ռազմավարական ծրագրերի արտոնյալ պայմանների իրականացումը, գուցե ենթադրում եմ, գուցե Տաշիր ընկերությունների խմբի այլ ընկերությունների է տրամադրվել արտոնյալ պայմաններով վարկային գծեր, որոնք ուղղակիորեն հեծ ՓԲ-ի կառավարման արդյունավետության հետ կապված կարծում եմ, դա իմ տեսակետն է, այնքան էլ ճիշտ չի լինի, այսպես ասած, պրոյեկտել։ Ընդամենը դա, բայց փաստերի մասով ասեմ, որ այս պահին ինձ նման պայմանագիր հայտնի չէ, եթե գործընկերներն ունեն, խնդրեմ պայմանագրի կոնկրետ համարն ասեն, եւս մեկ անգամ ես տնօրինությանը իհարկե այսքանով ավարտեմ, լավ, որպեսզի մեկնաբանությունների չտաշնակացնեմ։ Մի բան ճշտեմ, էլի, որ արտոնյալ ոչ արտոնյալ քննարկում ենք, մենք խոսում ենք վարկի ծավալի շուկայական գնից ավելի արտոնյալի մասին, թե ոչ, սա կարևոր հարց է։ Եվ երկրորդը, ես հիմա այդ դաշտ չեմ ուզում մտնեմ, որովհետև մենք կմտնենք մի քիչ կենտրոնական բանկի կարգավորման դաշտ, եւ ըստ էության կենտրոնական բանկի կողմից ճակատավոր ասած կրոս ֆինանսավորման հնարավորությունների կամ չհնարավորությունների խնդիր, որովհետև հիմա մի քիչ տենց շատ ավելի ոչ միանշանակ դաշտ կմտնենք, իսկ արդյոք բանկը պետք է ավելի արտոնյալ պայման տա, օրենքով սահմանված հատուկ հաշիվի վարելու մնացածի համար։ Ավելին, եթե տենց շատ աբստրակտ լինենք, ընդհանրապես այդ հաշիվները պետք է լինեն բոլոր բանկերում, համարվող իրենց կապիտալի ծավալներին, բայց դա առաջացնելու է տեխնիկական լուրջ խնդիրներ, էլի, որովհետև հիմա կարանք այս նույն ձևի ասենք Արշին բանկը օգտվեց կամ չօգտվեց, կարանք այս նույն ձևի ասենք կարող լիներ օրինակ Արմսվիզ բանկում եւ Արմսվիզ բանկը անցած տարի ցույց կտար շատ ավելի լավ ցուցանիշներ, բայց մենք ոնց որ շեղվում ենք մեր բանից, ուզում եմ ասեմ արդյունավետության տեսակետից, մի հատ հարց ուղղակի պարոն Պետրոսյանը որ պատասխանեց, այս 4 ամսվա ընթացքում փոխելու մասին, թե արդյունավետությունը բարձրացնել է, էլի փոխելու փորձ եղել է թե չէ։ Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ այս 4 ամիսների, շուրջ 4 ամիսների կառավարման շրջանում որևէ հիմնարար փաստաթղթում որևէ փոփոխություն չի արվել, գնումների պլան, ներդրումային ծրագիր, հաստկացակ, դրույքաչափեր, այդ թվում նաև հատուկ հաշվի փոփոխության որևէ ձեռնարկ, որևէ նախաձեռնություն չի արվել, մինչև վարչական վարույթի ավարտը եւ վարչական վարույթով վերջնական որոշման կայացումը շնորհակալություն։ Շատ լավ, հաջորդ հարցը, բայց իսկապես բերեք հասկանանք մինչև ուր են գնում ավարտենք, որ Ում կա, պարոն Մեսրոպյան, 6-րդ հարցը իր մեջ 9 հատ կետ է ներառում։ Գիտենք, 6 հարց են քննարկում, Չէ, պետք է 5 ժամ էլ ավել կլսենք, բայց պետք է դրա մեջ տրամաբանություն եւ խելամիտ ժամկետներ լինեն, ավելի ճիշտ տրամաբանություն կա, խելամիտ ժամկետների մասին է խոսքը, որ հասցնենք ամփոփել։